նստեք, մեր տաղավարում սիրելիներս նորից անակնկալով Քրիստինե Հովսեփյանն է, բարի լույս Քրիստինե։ Շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ կատարում էր։ Շնորհակալություն նախ որ հրավերել եք մեզ եւ մեզ հետ եք սկսում առավոտը։ Սիրով, մենք ճիշտ եք նկատում, դուք էլ սիրելիներս որ դեռ գործիքներ կան, որոնց ունենք առիթ եւ հնարավորություն վայելելու Քրիստինեի կողմից նվագի իհարկե, բայց հետաքրքիր է, ինչը պատճառ դարձավ, որ հենց հարվածային գործիքների նկատմամբ ծնվեց սերը կամ հետաքրքրությունը։ Անկեղծ ասած չգիտեմ։ Քանի տարեկան եք։ Կարծի ինձ էլ է հետաքրքիր, հիմա 25 եմ։ Չէ, քանի տարեկան եք։ 8 տարեկանից, 17 տարի արդեն։ Ոչ մեկ չի համոզել, տատիկը, պապիկը սովորաբար։ Սկսել եմ դհոլից, առաջին գործիքը դհոլն է եղել։ Տեսել եմ հետաքրքրություն առաջացել է, բայց եթե հիմա բացատրեմ ինչի եմ ուզում, ինչի համար եմ հիմա նվագում, կարող եմ բացատրել, բայց թե 8 տարեկան երեխայի մտքով ինչ անցել, ինչը ձգեց իրեն, դեռևս ինձ էլ է դա հետաքրքիր։ Բուն պատճառ չի եղել ամենայն դեպս, շուրջ մեծ հստակ։ Ոչ մեկ ոչ խորհուրդ է տվել, հակառակն է եղել միշտ։ Մինչև դհոլը իրեր, սեղան, աթոռ, չեմ հիշում ու չեմ էլ պատմել, որ տենց բաներ եղել է։ Գտաներով ջարոցի վրա։ Այդ հետո, երբ որ դեռևս դհոլը տեսա ուզեցի նվագեմ ու դեռևս դհոլ չունեի, այդ ժամանակ արդեն լեգոյի խաղալիք տենց կլոր էր իր ամանը, տենց լեգոները ինձ պետք չէր։ Նշեցիք, որ բոլորը հակառակը խորհուրդ են տալի, որ չնվագեք։ Իսկ ով գնեց առաջի դհոլը։ Հայրիկս։ Պապան ախր ուրիշ է։ Հայր եւ աղջիկ փոխհարաբերություններ են իսկական եւ տիպիկ, իսկ ով չէր թողնում կամ ով չէր ուզում որ նվագեին։ Չթողնելու բան չէր, ուղղակի 2008 թվականին հիմա մի փոքր ավելի այլ են վերաբերվում, երբ որ աղջիկն է նվագում։ Այն ժամանակ բավականին ուրիշ էր ու մի քիչ խորթ էր, անսովոր էր։ Շատ խորթ էր ու չէին, այսպես ասած, ընդունել չընդունելու բաներ կար շրջապատի մեջ, բայց ընտանիքի կողմից մինչև որս էլ միշտ հակառակ վերաբերմունքն ա եղել, էլի դե քաջալերել են միշտ։ Կեսե ընտանիքը մեր ողջուները ընտանիքի բոլոր անդամներին։ Իսկ հիշում ես քո ամենաառաջին ելույթը։ Կարևոր, պատասխանատու։ Եվ իմ մանկական մեծ տրավման եղել է այդ օրը։ Ոայ քանի տարեկան եք ու ինչ 8.5 երևի 8-ից գնացի 9-ի կողմերն էի։ 1 տարի հետո, գրեթե 1 տարի ու եղավ առաջի համերգը, ելույթը։ Առաջի համերգը։ Պատմեք տրավմաների մասին։ Պատմենք։ Դե ինչքան կիսվում ենք տրավմաների մասին, այնքան իրանք չեզոքանում են։ Բաց ենք թողնում, հատկապես weekend-ի տաղավարում։ Ես Քաղաք Աբովյանից եմ, այնտեղ եմ ծնվել, մեծացել, 1 տարի մշակույթի տանն եմ այնտեղ գնացել հաճախել սովորել առաջին քայլերը ու տարեվերջյան հաշվետու համերգներ մեր տնօրենը ասաց, որ միայն հարվածային նվագողներ չէին, կար նվագախումբ, որտեղ տարբեր գործիքներով նվագում էինք։ Տնօրենը ասաց, որ տղաները հագնում են տաբատ, աղջիկները հագնում են յուբկա։ Դե քանի որ ես նվագում էի դհոլ ու իր դիրքը նստելու հարմար չի, որ շրջազգեստ հագնես, մտածելի, որ տրամաբանականը հագել էի տաբատ ու ամբողջ դահլիճի ներկայությամբ, թե սաներն էին, թե իրենց ծնողները տնօրենի վրա բարձր գոռաց, որ ինչ ես տաբատով եկել ու տենց չեմ էլ հիշում ու շրջազգեստն եմ հագել, հա, տենց շրջազգեստով, այսինքն կուչ եկած, առաջին նվագս տենց այդպես եղավ ու մինչև օրս էլ իմ համար ամեն դեպքում երբ օր լինում կանգնած նվագում եմ կարող եմ շրջազգեստ հագնել, մեկը չեմ հագնում։ Սերը դեպի հարվածային գործիքներ պատճառը դարձավ դհոլը։ Բայց բացի դհոլից հիմա մեր տաղավարում 2 այլ գործիքներ էլ կան, հա։ Ու շատ փոքր մասն է իմ գործիքների։ Բայց վստահ եմ, որ այո, ցանկը բոլոր հարվածային գործիքներին տիրապետում է։ Ինչպես եղավ դհոլից հետո սերը արդեն այլ հարվածային գործիքների եւ այսքան շատ գործիքների մեջ ամենասիրելին ամեն դեպքում որն է։ Առաջին հարցին պատասխանեմ, մինչև մտածում ամենասիրելին որն է։ Դհոլը 5 տարի սովորեցի, հետո Աբովյանից տեղափոխվեցի Երևան, 5 տարի այնտեղ ավարտելուց հետո ընդունվեցի Երևան Դրամս խումբ։ Իրենց հետ թմբուկը սկսեցի սովորել, հետո հասկացա, որ ամեն դեպքում ուզում եմ շարունակել, ընդունվել եմ, ավարտել եմ ընդհանուր հարվածային գործիքների drum set-ի բաժինն եմ ավարտել, հետո այդ ընթացքում շրջաններով ա եղել, որ շրջանում որ խումբ ընդունվեցի, առաջարկ եղավ նվագելու, այդ գործիքը սկսեցի ուսումնասիրել, նվագել ու տենց ոնց որ ամեն մի խմբի հետ մի փորձառություն ունեցա։ Ընդհանուր պերկուսիոն գործիքներ եմ նվագում, պերկուսիոն գործիքները այդ ամբողջ այս ինչ գործիքներ որ տեսնում ենք ու այն գործիքները որոնք որ կան, իրենց ընդհանուր խումբն է։ Եվ ամենասիրելին։ Եվ ամենասիրելին սիրում եմ կախոն,
իսպանական ծագում ունի, երևի նրանից է, որ ավելի հոգեհարազատ է հենց այդ երաժշտությունը նվագելը։ Իսպանական։ Հա։ Լատին, իսպանական այդ երաժշտությունը ավելի իմ ճաշակով է։ Բայց այսքան գործիքների մեջ ամենաբարդը որն է եղել, որ երբևէ նվագել եք, բայց հաջողել եք։ Բոլորն էլ բարդ են, բայց երևի թե ընդհանուր հարվածային գործիքներն են բարդ, որովհետև այդտեղ համ ոտքերն է աշխատում, համ ձեռքերն է աշխատում, այսինքն ուղղակի պետքա բաժանվի երկու մասի, որովհետև առանձին բաներ են անում։ Միաժամանակ չեն աշխատում, դա էլ երևի իր հերթին իր բարդությունն է։ Շատ հետաքրքիր։ Դուք բացի ձեր անհատական ելույթներից նաև տարբեր արտիստների հետ եք ելույթ ունենում։ Կպատմեք այդ փորձառությունից եւ որոնք են ամենատպավորիչ ելույթները եւ որ արտիստների հետ։ Տարբեր արտիստների հետ աշխատել եմ, երևի վերջինը հիշեմ, Տաթև Ասատրյանի հետ արդեն տարիներով աշխատում եմ, այս վերջում էլ իր մենահամերգների ժամանակ իմ աշխատանքը ունեցել եմ, ես ելույթ եմ ունեցել իրենց հետ ու տարբեր խմբերի հետ նվագել եմ, լատին խմբում եմ նվագել, որը որ ինձ համար շատ մեծ փորձառություն է եղել, այսինքն չի եղել դա որպես միայն աշխատանք, չի եղել որպես ուղղակի նվագ, ամենտեղ, այսպես ասած, Երևան դրամսից սկսած առանձին դպրոցներ են իրանք եղել իմ համար։ Իսկ հյուրախաղերի մասով ինչ կասեք։ Հյուրախաղերը հիմնականում եղել են Երևան դրամս խմբի հետ էլի։ Ու էլի ամեն անգամ երբ որ գնում ես նվագում ես ամեն երկրի մշակույթն ես տեսնում լրիվ փոխված լրիվ ուրիշ էմոցիաներով լրիվ ուրիշ բաներ վերցրած սովորած հետ ես գալիս Այնտեղ վստահ եմ արձագանքները տարօրինակ չեն լինում 2008-9 թվականների պես որ աղջիկը կարողանում է հարվածային գործիքների նման կերպ տիրապետել ավելի հիմա այստեղ էլ ի ուրախություն ինձ ավելի լավ են վերաբերվում էլի տարիքով էլ երևի մի քիչ փոքր եմ երևում, սենց նայում են ասում են ինչ-ա նվագելու, տեսնես, բայց որ նվագում ես ու կարծիքը լրիվ փոխվում է, հասկանում ես, որ ամեն դեպքում այդ 17 տարվա ճանապարհը իզուր չես, իզուր չի որ անցել ես։ Շատ հետաքրքիր է։ Կա ինչ-որ մի երաժիշտ, որը ձեզ ոգեշնչում է։ Շատ ամեն գործիք ունի իր այսպես ասած արտիստը ումից որ նայել եւ սովորել եմ քանի որ ասի կախոնով կառանձնացնեմ Պակիտոին իսպանացի երաժիշտ էլի նու Բենի Գրեբ, Ստիվ Գետ հարվածային գործիքներ ու շատ են իրականում Այս գործիքի նկատմամբ սերը երբ կամ հետաքրքրությունը երբ ծնվեց Այս գործիքը իմ որոշ ժամանակ իմ լավ ընկերն է եղել։ Ահա։ Ինքը Ինչ առումով։ Օգնելա որպեսզի անցնի իմ գլխացավերը։ Ինքը համարվում է մեդիտացիայի գործիք, ու երբ որ դու իրան նվագում ես, նվագելու ընթացքում ամբողջ այդ քո համակարգը մտավոր ինչ որ մտածում ես, բան, ինքը ամբողջը տանում է դեպի այս գործիքը ու գործիքն էլ օգնում է իր այդ ելևեջներով իր նոտաներով, որ հաղթահարի ստրեսը։ Անկամ եթե դու պրոստը YouTube-ով գրես ու միացնես, լսես իրան, ինքը քեզ հանգստացնում է։ Իսկ այս գործիքը կոչվում է handpan, չէ՞։ Եվ ինչ է տեղի ունենում այս այլմոլորակայինների տիեզերանավ հիշեցնող գործիքի վրա, թռչող ափսեի, որ դուք Ոնց եք անում, որ տարբեր նոտաներ են դուրս գալիս, ֆենոմեն է։ Արի հենց հիմա փորձենք, խնդրենք Կրիստինային, թող մեզ ցույց տա, դա ոնց է լինում։ Եվ մենք էլ այդ մեդիտացիայի մի փոքրիկ մասնակցենք։ Միշտ պատրաստ եմ ես։ Կլորները որ կան, իրանք արդեն պատրաստված են նոտաներով, այսինքն ամեն մեկը իր նոտան ունի։ Որ դաշնամուրի վրա գիտենք կա դոից դո խոսքով է դրանք, սրա վրա եւս կա։ Ինքը մի քիչ սահմանափակ է, բայց ամեն մի շրջանակի մեջ կա նոտա, որը որ քեզ օգնում է, որ դու կարողանաս նվագել։ Քանի նոտա ունի ինքը։ Կախված գործիքից։ Այսինքն կան գործիքներ, օրինակ այս գործիքը ինքը մի տոնայնության համար է։ Ինքը հիմնականում լինում է ռե մինոր տոնայնության, հետևաբար կա իր վրա 7 նոտա, կա 2 նոտա, որը որ կրկնվում է։ Բայց այդ առումով մի փոքր սահմանափակ գործիք է։ Իսկ կա այս գործիքի շատ մեծը, որ այսպես համ վազես, համ նվագես։ Շատ մեծը չէ, բայց կա էլեկտրոտարբերակ, որը որ այդ բաների միջոցով դու կարողանում ես իրան կարգավորել ու ինչ նոտա ուզում ես բազմաֆունկցիոնալ է դառնում։ Լավ, մենք այլ հարցեր չենք տա, որպեսզի վայելենք ձեր նվագը։
Մեր տաղավարում հատուկ Տրամադրություն ստեղծեցին, ստեղծել էին տրամադրություն, կախարդական գործիք է իսկապես։ Ես անկեղծ Քրիստինեի շնորհիվ ոնց որ ուզում եմ ունենամ այդ գործիքից ժամանակ առ ժամանակ նստել։ Դու կարող ես ունենալ փոքրիկը։ Միևնույն է Ինձ համար դա էլ է փոքրիկ։ Ես մի քիչ ավելի մեծ եմ ուղղակի ուզում պատկերացնեմ, իմ դեպքում մի քիչ sense փոքրիկ կլինի։ Դու այն տարբերակն ես ուզում, որ վազես շուրջը եւ նվագես, այնուամենայնիվ։ Ես նվագը լսելուց հետո հասկացա, որ այդ հնչյունները, այդ նոտաները, որ հնչեն, հաստատ չէի ուզենալ վազել։ Կուզենայի աչքերս փակել ու մի քիչ պարկել, հանգստանալ։ Քնելուց առաջ լավ միջոց է շատ։ Ինչ ծագում ունի այս գործիքը։ Շվեյցարիայում է ծագել։ Այնտեղ են առաջինը արտադրել 2000-ական թվականներին, կարելի ասել ամենաթարմ գործիքն է հարվածային գործիքների մեջ։ Սկզբից եղել է hang drum անվանումը, որովհետև առաջինը հենց որ ստեղծեցին, անունը դրեցին hang, բայց ժամանակի ընթացքում փոխվեց եւ հիմա երկու անուն էլ օգտագործում են, կամ hang drum կամ handpan։ Քրիստինե, բայց հենց շվեյցարացիներն են ստեղծել, թե Ասիայի կողմից ինչ-որ ծագում ունեցող մարդ, բայց Շվեյցարիայում։ Չէ, երբ որ այս գործիքը ես ունեի, սկզբում դες բոլորին վստահ ասում էի, որ ինքը ասիական ծագում ունի, որովհետև ամեն դեպքում բոլորս էլ տենց ենք տրամաբանում, բայց երբ որ ուսումնասիրեցի, պարզվեց, որ չէ։ Հաշվի առնելով, որ շվեյցարացիները հաշվարկային մարդիկ են, նրանք ստեղծել են ասիացիների ուղղվածությամբ մի գործիք ու աշխատում են։ Վստահաբար։ Ճիշտ է, մի քիչ էլ պաների տեսքի է նման, շվեյցարական։ Քրիստինե, կամ երաժիշտ կամ երգիչ համաշխարհային, որի հետ կուզենայիր համագործակցել։ Օ։ Դժվար հարց եք տալիս հիմա, որ պատասխանեմ։ Մի քանիսը լավ։ Հարվածային նվագողների հետ շատ կուզեի իրենցից ինչ-որ բաներ սովորել ու միտք ունեի ժամանակին անգամ Գերմանիա գնալու այնտեղ սովորել, որտեղ Բենի Գրեբում նշեցի այնտեղի երաժիշտը, շատ կուզեի իր հետ համագործակցել։ Տենց չեմ հիշի հիմա, ինչ-որ մեկին որ ասեմ։ Ամեն դեպքում Գերմանիա պետք է գնալ։ Լավ, իսկ եթե հիմա մեզ 8 տարեկան Քրիստինեներ են նայում այս պահին ու դրանց մոտ էլ սեր առաջացավ, ինչ խորհուրդ կտայիր։ Խորհուրդ կտամ չվախենալ, որովհետև ինչքան որ կողքից երևում է, որ ամեն ինչ շատ սիրուն է, շատ գեղեցիկ է, շատ հեշտ է, իր մեջ լիքը տրավմաներ, որոնցից որ ասեցի, տրավմաներ, դժվարություններ են թաքնված ու հենց այդ դժվարություններն են, որ բերում են հաջողության ու այդ դժվարություններից չպետք է վախենաս, եթե ինչ-որ մի միտք ունես ու դու գիտես, որ դա ճիշտ է, դու գիտես, որ դա քո լավի համար է, կողքից ինչ կասեն, ինչ չեն ասի, պետք է լսել խորհուրդները, բայց բոլոր խորհուրդները չի, որ պետք է վերցնել։ Վստահ քայլերով գնան դեպի առաջ ու լսեն են մարդկանց, ովքեր որ ունեն որոշակի անցած ճանապարհ արդեն այս ասպարեզում ու իրենց խորհուրդներով շարժվեն առաջ։ Հրաշալի։ Ինչ լավ խորհուրդ տվեց։ Վերադարձանք 8 տարեկան Քրիստինեին եւ Քրիստինեներին բոլոր 8 տարեկան եւ ավտոմատ վերադարձանք Դհոլին, որը մեր տաղավարում է, բայց որին մենք չանդրադարձանք դեռևս եւ առաջարկում ենք ամփոփել Դհոլով հայկական մոտիվներով լավ տրամադրությամբ։ Ահա։ Դե չի կարելի այսքան գործիքի վրա նվագել, եթե անկեղծ։ Ինչի։ Չգիտեմ, ո՞նց կարելի է բոլորը վերցնել ու նվագել բոլորը լավ։ Տաղանդավոր մարդը, տաղանդավոր է ամեն ինչում։ Շատ արագ ռուսերենից հայերեն թարգմանեցի, էլի։ Լսենք։
Բրավո։ Շատ շնորհակալություն Բրավո։ Քրիստինե։ Ես եմ շնորհակալ։ Բայց վերջու հայկականը ախր շատ ուրիշ է։ Եվ Հիմա տարբերվող։ հասկացա։ Լրիվ այդ մեր սարերն եկան։ Բնավորություն։ Բնավորությունից բաց կյանք կա այս ամեն ինչի մեջ։ Նրանց մեջ է կյանք կա, բայց այստեղ այդ էներգետիկան, այդ ամեն ինչը մի տեսակ շատ է։ Հոգեհարազատ է։ Դե Արյան արյունը մեջ սկսում է է մի քիչ այլ կերպ նույնիսկ աշխատել։ Արևելքից սկսեցինք, գնացինք դեպի Ասիա եւ վերադարձանք մեր արմատներին։ Եվրոպական Ասիա ինչ որ։ Եվրազիա գնացի։ Հետո եկանք Հայաստան։ Եկանք Հայաստան ու շատ շնորհակալություն Քրիստինե։ Իրոք տպավորիչ էր ու քեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ շատ հրավերի Հուսով եմ մյուս հանդիպումը կլինի, երբ որ քո այդ այն արտիստը, որի հետ ուզում ես հանդիպես Գերմանիայում, այդ հանդիպումից հետո կվերադառնաս Հայաստան, մեծ շրջագայությունից, համերգներից հետո կնստենք մի քիչ կզրուցենք։ Հավանեցի չէ մեր տաղավարը։ Լավն է, չէ, դրական, լուսավոր, մարդիկ բարի։ Գերմանիայից վերադարձած կլսենք Կախոն հաջորդ անգամ։ Կախոն, Կախոն էլ անպայման։ Ձեզ լավ օր ենք մաղթում, օրվա լավ շարունակություն, շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։